Վարորդները հիմա վախեցած են, դաժե վախում են, որ իրանց չբլոկեն, կամերայի տակ Չերևան չբլոկեն։ Տաքսու վարորդները նորից դուրս են եկել փողոց, այս անգամ սեղանաթոռով, թղթերով։ Ստորագրահավաք են անցկացնում, պահանջում են լուծել ոլորտի խնդիրները։ Բայց սկզբնական մեր պահանջը սա է, որը որ պետք է կատարվի։ Օնլայն տիրույթում գրանցված է 130,000 վարորդ։ 40,000-ի համար տաքսի վարելը մշտական աշխատանք է դարձել։ Հենց այդպես են պահում տունն ու վճարում հարկեր, բայց գրանցված աշխատող չեն համարվում։ Չեն օգտվում օրինակ առողջապահության ապահովագրությունից։ Կարգավիճակի հստակեցում են պահանջում իմ ընկերները ինձ հետ միասին, ինչի համար, որովհետև այսօր մենք ոչ մի ոլորտում, ոչ բանկային, ոչ առողջապահական, ոչ կրթական, ոչ մի տեղ որպես աշխատուժ եւ անհատ, որ ունի հիմնական եկամուտ, չենք դիտարկվում։ Հաջորդ խնդիրը օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքներն են։ Պահանջում են նվազեցնել հարկը, որը 22-ից հասնում է 31%-ի։ Վարորդները նվազագույնը 16.5% վճարում են Yandex-ի մատուցած ծառայության համար, 2-ից 4% տաքսու պարկերի համար, որոնք գրանցում են աշխատողներին, 4-ից 5% էլ պետական տուրք են վճարում։ Ասում են պետք է գույքա հարկ տաս, այս տաս, այն տաս, եկամտա հարկ տաս, այն տաս, այս ինչ է քաղաքի վիճակը, մեռանք ավտո ջարդելով, ով այդ դրա տերը, ով է դրա տերը, եթե ես օրական 10,000 փող եմ արվում, 20,000 ավտոյի ծախսեմ անում, որտեվ անիվա տրաքում, անվա հեծա տրաքում։ Ձեր մոտ ստորագրահավաք արեք, ձեզանից մի հոգու խնդրեք, թող բերի այժմ ստե թուղթը, 2 օր ստորագրահավաք ենք անելու։ Վարորդները պահանջները կներկայացնեն կառավարությանը, եթե աջակցություն չստանան, կանցնեն այլ մեթոդի։ Մտադիր են սկսել խաղաղ անհնազանդության ակցիաներ ու փակել փողոցներ։ Ալադավթյան, Էպիկենտրոն։